Եկեղեցու դեմ արշավը սկսել է փաստացի 18 թվականից։ Եկե գրոհ ասենք, էլ դա արշավը, դա գրոհ չի։ Եկեղեցին 18 թվականից է 18 թվականից է սկսել։ Այսինքն եկեղեցին ունեցել է առնվազն 7 տարի, որ պատրաստվի այդ Աշնորհով գնա ակնկալելի էր, որ փորձերը շարունակվելու։ Մեր մազոլին եկավ նստեց, հեսա ասել է 7 տարի ինչով եք զբաղված։ Այսինքն նյուժել նրանք չեն հաշվառել այդ ռիսկերը եւ համապատասխան գոնե պատրաստողական ինչ որ գործեր, այսինքն նյուժելի չեն հաշվառել, որ կան կռիվներ, այդ կռիվներից պետքա ձերբազատվել։ Նյուժել իրանք չեն հասկացել, որ ինչ որ միձև պետքա աշխատել այդ հավատացյալների հետ, որ մի գեղեցիկ երբ որ այս օրը գա հավատացյալները, այսինքն ոչ թե 4-5,000 հոգի լծվի Վեհարյանի բակ, այլ 40-50,000, որովհետև ի վերջո մենք բոլորս կապ չունի հավատացյալ ենք, հավատացյալ չենք, մենք կապնված ենք հայ առաքելական եկեղեցու հետ։ Ես մի բան ասեմ, քանի որ եկեղեցին ինքը նախ շատ ծանր համակարգ է, եւ այնտեղ նաեւ որոշումները մեծ դժվարություններով են միշտ կատարվել։ Ես իհարկե շատ փոքր օղակում եմ եղել, որպեսզի պատկերացնեմ, թե նաեւ հոգեվոր բարձրաստիճան դասում ինչ խոսակցություններ են, ինչ քննարկումներ են եւ այլն, բայց այն ամեն ինչը որ կարող էր հասնել արդեն մեզ, արդեն պատրաստի տարբերակով էր, հա, որ արդեն այսպիսի հայտարարություն տարածել եւ այլն, մամուլին եւ այլն։ Բայց այդ համակարգի մեջ լինելով ես շատ լավ պատկերացնում եմ, թե ինչքան դանդաղ է ինքը նաև աշխատում, շատ երկար գցում բռնում, որոշում, այդպես է, դա 1700 տարվա կառույց է։ Ժողովուրդ, ես սկզբնական շրջանում ինձ համար սարսափելի ծանր էր, այո։ Մենք մեր պետությունը ուր է հին, դու էլ բան ասեցիր, պետությունը ուր է հին։ Մեր պետությունը չի էլ հասցրել ձևավորվի, ուզում է ձևավորվի քանդում են, ուզում է ձևավորվի քանդում են, չեն կարող ձևավորվեն։ Բայց եկեղեցին ինքը իր ավանդույթներով, այդ իր ծանրակշիռ նվիրապետական կարգով եւ ես մի բան ասեմ, այո, եկեղեցին միամիտ էր, ինքը երբևէ չի պատկերացրել 100% եմ ասում, երբևէ չի պատկերացրել, որ կարող է լինել որևէ հայ մարդ, որը եկեղեցու նկատմամբ կունենա այսպիսի ոտնձգություն, այդպես։ Իրենք չեն պատկերացրել։ Առնվազն զարմացած են, որտեղ մի հասարակություն, իրենք չեն պատկերացրել, որ ծաղկում են աղանդները, այսինքն հասարակության զգալի մասը երեսա թեքել հայ առաքելական եկեղեցու, դա արդեն ահազանգ է, որ դու խնդիր ունես քո հոտի հետ։ Դե համենայն դեպս ավելի այսպես փորձել են ավելի մտածված քայլերի գնալ, միգուցե շատ հաճախ նաև սխալվել են, ինչ որ հարցերում ճիշտ են եղել, այնպես չի որ միանշանակ է եղել, բայց ցավոք սրտի մենք այսօր ունենք էլ բան, քեզնից ենք ուզում պատասխան։ Դե հիմա տեսեք, ես ասեցի, ես առնետներից խոսեցի, չէ, որ այնտեղ նաև ներքին առնետներ են եղել, որոնք նպաստավոր պայմանների ժամանակ շատ արագ այսպես տրանսֆորմացվեցին։ Դրա վառ օրինակը հենց վառ օրինակը դու անունը տվեցիր Վայոց ձորում, որ գնաց Խաչիկ գյուղ, այսինքն այնտեղ կարգալույց հոգեորականի մասին չէր խոսքը։ Միակ թեմակալն է Վայոց ձորինը, որ ինչքան զանգել եմ այս ամբողջ ընթացքում։ Այո, Վայոց ձորի Աբրահամ, անունը Աբրահամ, ես այդ մարդուն ճիշտ ասած չեմ ճանաչում, այդ հոգեորականին երբևէ չեմ էլ հանդիպել։ Աբրահամ Սրբազանն է, որը Վայոց ձորի թեմի առաջնորդն է, եւ ասենք այսպես գնացել էր պատարակումատություններ եւ այլն։ Սարսափելի անակնկալ էր ինձ համար, որ կարող է սա վերկենա գնա այդ ամեն ինչը անի, բայց այդ նույն կոնտեքստի մեջ է, որ ներսում եկեղեցու պատմությունը ունեցել է սենց։ Իհարկե ունեցել է։ Սովետական միության ռեպրեսիաների ժամանակ եւ դրան հաջորդում է այսօրվա ինֆորմացիան խորհրդի ներողություն, բայց դա հոգեվոր խորհրդի նիստի օրերին էր կամ նիստից հետո էր։ Այսինքն առնվազն Նիկոլ Փաշինյանը մի կիրակի առաջ ասել էր, որ ինքը գնալու է Խաչիկ գյուղ։ Այս մարդն էլ եղել այդ նիստին, ու այդ նիստում քննարկումներ եղել են, եւ այո, եկեղեցին պաշտոնապես հայտարարեց։ Գերագույն հոգեվոր խորհրդի մասն ես երևի խոսում։ Գերագույն հոգեվոր խորհրդում բոլոր եպիսկոպոսներ չեն, որ ընդգրկված են, այնտեղ որոշակի սահմանափակ բան կա, ճիշտ ասած չեմ մամ, ինքը եղել էր, բայց լավ չի եղել։ Եղել է թե չի եղել, էականը դա չի, թույլտվությունը չի եղել, թե չկա եկեղեցում այդպիսի կարգ, որ նա թույլ տա կամ դե հիմա իր թեմեն գնացել, ես չեմ կարող ասել թույլտվությունը։ Որտեղ մենք եկեղեցական կանոնների շատ ծանոթ չենք։ Մի հատ, ես ասում եմ, ոչ մեկ չի իմանում դրա մասին, կաթողիկոսը տեղյակ եղել է,
կոնկրետ որ Աբրահամ Սրբազանը այնտեղ գնալու է պատարակին մասնակցի, թե ոչ, այդ ոչ մեկ չի կարող իմանալ, բայց մենք փաստից ենք խոսում, այդ մարդը այնտեղ կանգնել է, պատարակը մատուցում, հələ մի բան է, պատարակը կրճատել է։ Վեհափառին հատված գոյություն ունի պատարակում, որ վեհափառին են փառաբանում, այսպես ասած, այդ հատվածը բան են արել, քաթ են արել, մոնտաժ են անել, որ հանկարծ բանը Նիկոլը չներվի։ Ասենք եպիսկոպոսը կանգնած, թեմակալ առաջնորդը, տենց որոշել են կրճատեն, մոնտաժել են, էլի պատարակը մոնտաժել են այս մարդիկ։ Նույնիսկ արդեն իրանք որոշել են, թե որ մասը պիտի գնա պատարակում, որը չգնա, վաղ մյուս օրը կարող ասեն ախպեր այս պատարակը երկար չի, մի քիչ մի կես ժամ սարքենք արագ բան անենք, էլի։ Կասեն օքեյ, հարց չկա, այդ պատարակն է կարող է կրճատեն, մոնտաժեն։ Իսկ մյուսը այսօրվա ինֆորմացիան էլ որ Արարատի եկեղեցի է գնալու։ Փաշինյանը գրեց, որ գնում է Արարատի Սուրբ Հակոբ եկեղեցի։ Այո, այնտեղ պատարակ լսել։ Դա Մասյացոտնի թեմի մեջ է մտնում։ Մեր հարգելի հետևորդներին բացատրենք, որ Մասյացոտնի թեմը նոր է ձևավորվել, իդեպ 18-ից հետո ձևավորվեց, բայց 18-ի գործողությունի հետ կապ չունի։ Ենթադրում եմ։ Ամեն դեպքում նա Երևանի մեջ է եղել Արարատի շրջանի եկեղեցին, այսինքն առաջնորդը եղել է Կճոյանը, բայց հետո որոշեցին, որ անջատում են Արարատի մարզը եւ Երևանը առանձին պիտի լինեն, որպես առանձին շրջաններ։ Եվ Մասյացոտն կոչվեց այդ թեմը եւ Մասյացոտնի թեմի առաջնորդարանը գտնվում է Մասիս քաղաքում, իդեպ հենց քաղաքապետարանի անմիջապես հարևանությամբ, բավականին գեղեցիկ եկեղեցիկ այնտեղ նաև եւ նորակառույց եւ հիմա առաջնորդը որը Գևորգ arczepiskopos Սարոյան եպիսկոպոս ներողություն Սարոյանն է իդեպ ինքը հարցազրույց էր տվել առավոտին ես ճիշտ ասած այդ առավոտի հարցազրույցը կարդալուց հետո առավոտը պարզաբանում էր պահանջել թե դուք ինչու չէիք մասնակցել եւ դուք դեմ եք եղել եկեք չխառնենք պատմությունը որպեսզի մեր հետևորդներն է հստակ լինի Արմինեն էլ պատկերացնի ինչա կատարվում լավ է Արմինեն է պատկերացնի այս մարդը ինքը այն քահանային Տեր Արամին կարգալուծությանը դեմ էր քվեարկել Այսինքն ինքը չէր ուզել, որ այդ տղային կարգալույցան է, հովանավանքին։ Եկեղեցու շահն եմ բարձր համարել։ Ինքը քանի որ այդ հանձնաժողովի մեջ է եղել այդ կարգալույցության եւ այլ կարգապահական հանձնաժողովի անդամ է եղել։ Դեմ է եղել եւ ըստ օթում կախված լուրերի, ես չգիտեմ որքանով, բայց Տեր Արամը նաեւ որոշ լրագրողներին ասել է, որ այնտեղ մարդ է եղել, որ ինձ կողմ է քվեարկել, այսինքն այդ աղմուկը Եվ այդ ինֆորմացիան մեկը-մեկին փոխանցել են լրագրողները եւ ես լրագրողական համայնքից եմ դրա մասին իմացել ինքս անձամբ չգիտեմ իմ լրագրող ընկերներն են ինձ ասել այդ մի քանի ինֆորմացիաները ունենալով ինձ թվում է յուրաքանչյուրը պատկերացնում է որ այստեղ մի բան են չի չէ կոնկրետ այս թեմի առաջնորդի հետ կապված մի բան են չի ու այսօրվա այս արդյունքները, որը մենք տեսանք, որ գնում են Արարատ, արդեն ամեն ինչ եկավ ընկավ տեղը։ Այսինքն ուզում ես ասել, որ գումարած առավոտ օրաթերթին իրա տված հարցազրույցը, որ ասում է իմ հայտարարությունները կարող են չհամընկնել Մայրաթորի հայտարարություններին։ Ես կարծում եմ, որ պետք է համագործակցել, գնալ նստել կլոր սեղանի շուրջ եւ այլն, սենց։ Մեկ էլ գնում է Կիրակի օրը Նիկոլը իրա թեմ։ Նա ասում է քաղաքական աղմուկը բարձր է, ասենց մոտավորապես ընդհանուր ձևակերպեմ, ասում է պետք է քաղաքանի դոզան իջացնել եւ երկխոսության, այսինքն ինքը տեսնում է Այ դա լավ է, այլ մի հատ համերաշխություն հաստատության առաջարկում։ Չէ, Իրար չբսկտելու շուրջ պայմանը դրել են։ Ասել են կաթողիկոսը սենսնա պիտի գնա։ Ապրես։ Այսինքն ինչի շուրջ կարելի է բանակցել կամ քննարկում կազմակերպել մի խմբակույտի հետ, որը ունի իր հստակ պայմանը։ Դու գնալու ես խոսած ինչ որ հա, ես էլ եմ ձեր հետ վեհապարին հեռացնում, թե մեր վեհապարը լավն է, թողեք թողն Բարի շենք, ասում են եկեք գնանք բարի շենք։ Երկխոսությունը Էլի բարի շենք, հասկացանք ինչի շուրջ։ Քո ընկալման բարի շելը ո՞րն է։ Դեսեցան տենց է ստացվում, եկեք բան չասենք, որ arczepiskoposները հանցագործան։ Մեզ եկեղեցին Իրան, Գևորգ Սրբազանին բան չասի։ Բայց չի էլ ասում,
ասում ախմեր կգնաս իմ ասած տեղը, իմ ասած ձևով պատարակը կմատուցես ու դու խնդրեմ չես ունենա։ Այսինքն դու մտածում ես, որ Գևորգ Սրբազանը գնալու է մասնակցի, բայց ներողություն, Վայոց ձորի թեմի առաջնորդը կգնա կմասնակցի, ինքը չգնա մասնակցի։ Համարյա Յավնի քաղաքական Ուրեմն տեսեք, եթե Արարատ Մասյացոտնի թեմի որևէ եկեղեցում պատարակին մասնակցում է Նիկոլը, ուրեմն դա Մասյացոտնի թեմի առաջնորդի գիտությամբ անհնար է, որ նա տեղյակ չլինի մի քահանա, ասի եկեք ստեղ։ Եթե դա կարգալույց քահանա չի, եթե դա կարգալույց քահանա չի։ Բայց Նիկոլ Փաշինյանը մի րոպե, ինչ ռեսուրս ունի ազդելու նույն Գևորգ Սրբազանը, որ Նիկոլը չգնա այդ եկեղեցի իր քաղաքական ոչ թե չգնա եկեղեցի թողելի գնա։ Տեսեք, եկեղեցին քաղաքական ծափերի եւ արշավների կոնտեքստում։ Տեր Եսային պարզաբանում էր տվել Մայրաթորի տեղեկատվականի տնօրենը, որ եկեղեցու դռները բոլորի առջև բաց են։ Այդ եմ ասում։ Այսինքն այստեղ կա պատճառաբանություն հստակ, որ մենք չենք կարող ասել, որ մի եկեք եւ այլն։ Այսինքն եկեղեցի է, մարդիկ գալիս են։ Նիկոլը հասկացա, բայց եթե կարգալույց է անում մարդուն, այսինքն նշանակում է, որ նա իր զրկվում է պատարակ մատուցելու իրավունքից։ Չէ, այդտեղ կարգալույց արված չի։ Հասկացա, բայց նա կարգալույցվի, եթե չենթարկվի, եթե պատարակը մատուցում է ոչ պատշաճ ձևով, այսինքն սկսում է բան անել, էդիթ անել այն հատվածները, որոնք Նիկոլին կարող է դուր չգան, նա պատարակը մատուցում մի մարդկանց առջև, որոնք պատվիրել են այս տեսքով պատարակը եւ իմանալով, որ այդ մարդիկ թշնամանքով են լցված եկեղեցու դեմ որպես երևույթի, որպես Դե հիմա մենք այդ ենք քննարկում Գևորգ Սրբազանն ասում է դուրը փակեք, թող Նիկոլը չգա, մոմ չվառի։ Նիկոլը կարա գա, մտնի ցանկացած եկեղեցի պատարակին մասնակցելու, բայց Նիկոլը իր այստեղ ոչ թե որպես հաճախորդ, այլ Նիկոլը այդ պատարակի պատվիրատուն է, դա լրիվ ուրիշ վիճակ է։ Սենց ոչ մեկ չէր ձևակերպել։ Ճիշտ է ասում։ Ասում ենք կարա գա մասնակցի, բայց որ ինքը այսինքն ինքը եթե գնալու է այդ եկեղեցի, այդ նշանակում է, որ այնտեղ ամբողջ տարածքը պետք է վերահսկվի, պետք է մի օր առաջ գնան ամեն ինչը կարգավորեն, ավելորդ մարդիկ պիտի չլինեն, ցանկացած, չգիտեմ, իսլամ լսի ով ասես գալիս է եկեղեցի կարա գա մտնի Կիրակի օրը մասնակցի լսի պատարակ այստեղ ոչ մի խնդիր չկա հայ առաքելական եկեղեցին ոչ մեկի դեմը դուռը չի փակում հասկան բայց եթե այդ մուսուլմանը գա պատվիրի որ ասի դու պատարակից մատուցելու այս կետերը Պիտի միջից մի քանի կտորը բան անես, մոնտաժես, որովհետև ես չեմ ուզում վեհապարին մեծարելու այդ հատվածը լինի, որը վերջում է։ Այդ մի հատ հան է Պաշտյանը ասելու այդ հատվածը իմ մամնը գրեք իմ մոմենտ, որտեղ արդեն ծափ տվել են։ Բայց գիտեք, այստեղ ամենակարևորը որն է, մի րոպե սուս, այստեղ ամենակարևորը գիտես որն է, որ այս հոգևորականները, ովքեր որ sense պոլեմիկայի մեջ են մտել, մտածելով, որ այ հեսա բանը մի կաթողիկոսի մի բան կանեն, մենք մեր հարցերը լուծենք։ Սրանց պիտի ասենք, մենք ստեղից պիտի ասենք, որ դուք եթե կաթողիկոս այնտեղ չլինի եւ եկեղեցին ջարդուխուրդ անեն սրանք, դուք այնտեղ էլ չեք մնալու։ Դուք չեք մնալու եկեն նիկոլականների տեղում, որոնք քանդելու են այն ինչ որ կա, բայց չեն ստանալու այն հանուն ինչի քանդեցին։ Այսինքն այս մարդիկ, ովքեր որ գործիքներ են դառնում պարբերաբար, տարբեր ինչ որ վախացնում են իրանց, չգիտեմ ինչ են անում կամ ճնշումներ են գործադրում եւ այլն։ Ուզում եմ իրանց ասեմ, որ դուք չեք մնալու այնտեղ, եթե նրանք չմնան։ Աստծո սիրուն, հիմա դուք Աստծուց պիտի վախենաք, թե Նիկոլից։ Դե հիմա ոչ թե գործարքի գնալ Նիկոլի հետ նշանակում է գործարքի գնալ եկեղեցու։ Ես ուղղակի խորհրդի կարգով ուզում եմ ասեմ, որ լավ պատկերացում չունեն, թե ում հետ են գործ բռնում, գայթակղվում են, Արմին է, թե վախենում են։ Վախենում են։ Այսինքն միգուցե անձնական խնդիրներ ունեն, վախենում են։